Եկել ենք ոսկեված պատվերի, բայց քանի որ ունենք ժամանակ բավականաչափ, Օշականն էլ կողքի գյուղն է եւ այստեղ է մեր մեծն լուսավորիչ եւ հայերին փրկող Մեսրոպ Մաշտոցի դամբարանը մենք եկել ենք այցելենք, որ ես իմ կյանքի մեջ եւ թե առաջ անգամ եմ գալի, եթե դպրոցական տարիներին եկել եմ էքսկուրսիա չեմ հիշում, բայց ամեն դեպքում ես իմ գիտակից հիշողությունով առաջին անգամ եմ այցելում այստեղ, այս վայրը մեր բոլոր հայերի համար շատ սուրբ տեղ է եւ դրա մասին ես չեմ ասում, այլ պատմությունն է վկայում։ Մեսրոպ Մաշտոցը ոչ միայն, գիտեք, ինքը ուղղակի տառեր չի ստեղծել կամ այբուբեն, նա կատարել է հսկայական աշխատանք իր համախոհների հետ միասին, նա ստեղծել է մի ուժ, որը միավորել է այդ ժամանակ ահագին դժվար կացության մեջ գտնվող հայ ժողովրդին միավորել է, ստեղծել է միասնական մի հզոր մեքենա, որը դարձել է հայոց ազգ իր սեփական լեզվով, իր սեփական գրերով, սեփական ամեն ինչը կոպիտ ետ կհնչի, բայց նա հայերին հավաքել է իրար հետ։ Խմորիչ է դարձել եւ նրա արած գործերը, իր ստեղծած այբուբենը, որի միջոցով մենք սովորել ենք հայերեն գրել, կարդալ, Աստվածաշունչ ենք թարգմանել եւ լիքը այլ գրքեր են գրել։ Այսինքն հայ գրականությունն է ստեղծել, զարգացրել եւ կարելի ասել հենց նա է, որ քրիստոնեությանը երկրորդ զարգ ալիքն է տվել, որ տարածվի հայոց ժողովրդի մեջ։ Իսկ հիմա մեր կադրերում հենց նրա դամբարանն է, դամբարանի տարածքը, դամբարան չգիտեմ որտեղ է։ Կա դու իմանաս որն է։ Ահա տեսեք, սուրբ հայոց այբուբենն է, խաչքարերի տեսքով, չգիտեմ ում գաղափարն է, բայց շատ սիրուն է, ու իմաստա, որ ամենակարևորը։ Մեծն Մեսրոպ Մաշտոցն է ձեր կադրերում, իսկ տառերը նրա հավերժական զինվորներն են, որ կռվում են մեզ համար ամենտեղ եւ ամենուր։ Այդ կռվով, բարի կռվով հաղթանակում են ու ստեղծում են նոր պատմություն, անցնելով դարերի միջով։ Ընդհանրապես աշխարհի վրա շատ քիչ պետություններ կան, որ ունեն սեփական գրեր, տառեր, իսկ մենք ունենք եւ դա ի շնորհիվ Մեսրոպ Մաշտոցի։ Կան վարկածներ, որ ասում են նա չի ստեղծել, այլ վերականգնել է մեր այբուբենը, հետեւաբար նաեւ սիրունակադրը նկարի։ Հետեւաբար կան տեսակետեր, որ նա չի ստեղծել, ուղղակի վերականգնել է, հնարավոր է ստեղծող ուրիշ մարդ է, բայց անժխտելի է, որ նրա կատարած ավանդը մեր հայրենիքը ստեղծելուն մեջ շատ մեծ է։ Հենց նրա աշխատանքի շնորհիվ է, որ մենք ունենք ամեն ինչ, այս պահի դրությամբ Հայաստանը, որ կա իր գրերով, իր ամեն ինչով էլի։ Ամեն ինչ է նա ստեղծել, չէ՞ Վարդան։ Հա, եկել ես Վարդանը նկարես։ Մեսրոպ Մաշտոցը Վարդանի որդին է։ Վարդանն էլ շատ է սիրում այդ պահերել, որտեղ Վարդան կա, Վարդանը սիրում, հա, Վարդաններ հարգանքներս սիրուն է, չէ՞։ Բաց թե ումից հարցնենք։ Հիմա դե մարդիկ կան, տենաս գիտեն որտեղ է դամբարանը։ Վարդանը հիմա ընկել է Ս-ի հետևից։ Ս-տառն ենք ման գալիս։ Հա? Սորոնում ենք, հա։ Սորոնում ենք, որ գտնենք Ս-տառը։ Հեսա, սան չի։ Նա ախպեր թուրա է մեջը։ Հարգելի Ս-տառով սկսող մարդիկ, տեսեք ինչ հզոր է Ս-տառը։ Սուր էլի, պայքար էլի, կռիվ։ Վեճս չի։ Բայց ես ում գաղափարն ում միտքն է, ով տեղակա թողասի, ստե վահանակել չեմ գտնում, որ կարդամ ասեմ ում միտքն է եղել այս ձև այբուբենը խաչքարերի տեսքով սարքել, բայց հզոր է։ Ամեն տառը էություն էլի։ Եթե հիմա ամեն տառի մոտ կանգնենք ու մեկնաբանենք, փորձենք հասկանալ ինչ է քանդակած, ամեն տառը մի պատմություն կունենա, երկար ու հզոր, սիրուն եւ մեր հայոց ոգին փոխանցող։ Հենց մենք հենց այսպեսին ենք, տեսեք, այսպես մանրակրկիտ, մտածած ու սիրուն ազգ ենք։ Տպավորիչ էր ինձ համար շատ։ Ով չի եկել անպայման այցելեք, որովհետեւ սա մեր ամենահզոր ժառանգություններից մեկն է, եթե ոչ ամենակարևորը, որովհետեւ առանց այս ժառանգության մենք ուղղակի պատմության միջով չենք անցնի։ Իսկ հիմա անցել ենք ու շարունակում ենք գնալ։ Պետք է նշեմ, որ Մեսրոպ Մաշտոցին մոտիկ մարդիկ օգնել են,
այնպես չի, որ բոլոր գործը նա է արել, ամեն ինչը նա է արել, հենց իրան թե իրանից վերև կանգնած մարդիկ են օգնել, թե ներքև։ Մի խոսքով Մեսրոպ Մաշտոցը կարողացել է համախմբել նախ իր կողքի մարդկանց, հետո հայոց ազգը։ Նա ծնվել է մի ժամանակահատվածում, երբ որ Հայաստանը բաժանված էր երկու մասի՝ Ասորեստանի եւ Պարսկաստանի միջև։ Եվ հենց այդ ժամանակ նա զգացել է, որ ասենք ամեն կողմը Ասորեստանի լեզվով է խոսում, Պարսկաստանի կողմը Պարսկաստանի լեզվով, հունարեն են խոսել, եկեղեցիներում, ճիշտ է քրիստոնեությունը ընդունված է եղել, բայց եկեղեցիներում հիմնականում հունարեն են աղոթքները կարդացել, եկեղեցական երգերը երգել, եւ հենց այդ ամեն ինչը կարծես հենց Մեսրոպ Մաշտոցը դրա համար է ծնված եղել։ Նրա միսիան հենց սա է եղել, որ արագ ընկալել է, հասկացել է ինչն է մեր խնդիրը եւ արագ անցել է խնդիրների լուծման, ինչի արդյունքում անցնելով հսկայական մեծ ու դժվար ճանապարհ կարողացել է մեզ տալ մեր գերերը։ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին է մեր կադրում։ Դե վերևում բան կա գրած, կարաս կարդաս։ Աստված բանը գրած, հա։ Մեր ներկայիս բանով գրած չի, լեզվով։ Խորամի տակ է հենց։ Հիմա մեզ համար մեծատիվ, մեծա, չէ, մեզ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը։ Գնում ենք մեր լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին մոտիկ, իշքան մոտիկ ենք հիմա, չէ, կանգնած։ Նրան դասել են սրբերի շարքը, որովհետև նրա կատարած աշխատանքը իսկապես շատ մեծ է եղել ու մինչ օրս կա ու կլինի, քանի հայը կա, նրա անունը միշտ լսվելու է։ Անգամ օգնել է հարևան պետություններին իրենց այբուբենը սարքեն կամ ինքնա գրե հենց, այդպես հզոր մարդ ենք ունեցել, ու նա իր գործով ապրում է բուբենը։ Շատ ապրեն ես ամեն ինչ ստեղծողները, որ նրա կատարած աշխատանքը չեն մոռացել ու հենց Մեսրոպ Մաշտոցի անով եկեղեցի ունենք իր դամբարանի վրա կառուցված սրբատեղի է։ Մատուր ա եղել, հետո, այսինքն մի հատ են եկեղեցի, մինչև էս էլի ա եղել եկեղեցի, քանդվել ա ու էս, բայց էս չափի ա եղել, թե էս չափի ասում են հենց ա, որտեղ հիմքերը բացել են։ Վարդան, կոնկրետ էս եկեղեցին կառուցվել է 1987 թվականին, բայց մի խոսքով սկզբից դամբարան ա եղել, էլի 5-րդ դարում էլի եկեղեցի են կառուցել դամբարանի վրա, մատուր եկեղեցի, բայց այդ եկեղեցին վլել ա, հետո նորից եկեղեցի են սարքել, ասում ա բաները տեղը կա, այդ անկել տենանք երևում ա։ Հիմա ստեղ բանել է, էլի, ամեր սիրուն զբոսնելու տեղ ա։ Հիմա ասում ա բաները կա, հիմքը կա այն կողմը։ Այն ժամանակ, որ կառուցել են եկեղեցին, այս դիրքն ա ունեցել, սենց ա եղել, այս թազան, որ սարքել են, հակառակ։ Տես, հենա բանը, լուսամուտներ են թողել, որ երևա։ Հիմա մենք այն ամենաառաջի կառուցված եկեղեցու հիմքերի մոտ ենք, ուղղակի ապակին քրտնել է, լավ չի երևում, ու կաղա ներսից մուտք կա, դժվար չէ։ Հետաքրքիր բան են մտածել, բայց քրտնել է, մեր ավտոյի ֆարի նման։ Այսը տես օդափոխությունել են թողել, բայց չի աշխատում, հա ոնց։ Մաշտոցյան քալապատուղ ես ուզում վերցնես ուտես։ Չես գո, էսի գողանալ չի, չէ, էս այգին հաստատ վաճառքի համար չի, տես որ հենա ցոգոր, գնա քաղի։ Հենա։ Հենա այս արանքով, ախպեր, այս արանքով, այստից անցնում ես, չէ։ Գնում ես, տես արա ախպեր որն է։ Ես հեսա մեր բարեկամներին ցույց կտամ, մինչև դու կքաղես։ Հենա ախպեր, հեսա։ Տեսար այն երկուսը իրար կապած։ Վարդանը որպես ցոգոլագետ բարձացավ ծառը։ Ախպերս, էսյանն է, այն որ քաշեր ճուղը կգար։ Հեսա, էս ցոգոլնա, էս վարդաննա, ուրա վարդանը հեսա։ Գալիս է։
Ախպերս դեմ դիմացդ նայի, կտենաս։ Ահա, պայքարը Վարդանի Ցոգոլի դեմ։ Ցոգոլա մանգալի։ Ցոգոլա մարտա, մեր կադրերում։ Հա, չկարացիր հասնես, թե վերջը Էլարնդը մոտիկից տեսա ջոգիր ոնց կարաս քաղես։ Այդ չորացած ճյուղեր։ Դե ստացվում է արդեն քո մոտ։ Ես որ ցոգոլ ուտող չեմ, բերանս ջուր լսվավ։ Սխալ ճյուղ բռնիր։ Արա լավ էլ Վարդան արա։ Չես ոնց որ յուղացի չլես այ ախպեր, նորմալ բռնի քաշ։ Ախպեր բռնիր, հա, քաղիր։ Իմ նկարած ցոգոլները չես քաղի, բայց ապրես։ Այն կողմն էլ էլի մարդիկ ցոգոլի արշավի են էլ։ Դե գնացինք, լավ, դու քո ցոգոլները կեր։ Ես էլ գնամ, չէ, ես գնամ կոֆե խմեմ։ Ցոգոր չեմ կարող մտամ ախպեր։ Սաշկիս բանը, տակություն է սիրում եկել։ Այ, լալ մոտես։ Եկալ, հա? Արա դες դուխով կարտել ես այդ։ Դուխովա դες չի վստահում։ Marta bu tatlı. Rejikten. Açacağız geldi mi otobüse? Nerede? Դեր բարեկամներ, հիմա մենք անցյալի ոգով սնվեցինք, հիմա գնանք արդեն ոսկե վազ, հա, ոսկե վազ յուղ ենք գնում, այնտեղ կա հրաշալի ռեստորան, որտեղ մենք պետք է անակնկալ անենք հրուշակագործների կուրսին ավարտելու առիթով, վերջի զանգի առիթով։ Նրանց առաջին ուսուցչուհին, վարպետուհին գնացել է ԱՄՆ եւ նա հոգով ու սրտով իր կուրսի հետ է, իր այդ խմբի հետ է, էլի միշտ սիրում ու հարգում է։ Այսօր էլ նրանք ավարտել են, նա ուրախացել է, զանգել է մեզ, ասել է, որ գնանք անակնկալ անենք։ Գնում ենք անակնկալ անելու մի խոսքով ոսկե վազում։ Մենք օշականում ենք այս պահին, օշական եկանք, որովհետև կար ժամանակ, իսկ հիմա արդեն քիչ-քիչ մոտենում է ժամանակը անակնկալ անելու դեղքը։ Ահա։ Բարեկամներ, ահա, այստեղից է, որ մենք պետք է ձախ թեքվենք ու գնանք մեր շատ սիրելի Հովհաննիսյան ռեստորան, չէ՞։ Հա? Գալիս է բերեքս ախպեր։ Գալում է, կայնի զիչենք ախպեր։ Արի մենք զիչողակբար տրամադրվենք մեր բարեկամի հանդեպ, այսենց։ Լուրջ։ Այո, ինչ որ։ Խազար է ավտիս վրա։ Դե ոչինչ է, չեմ նեղում խազարից։ Բարի օր ձեզ։ Մեծ ախպեր, ես ժողովուրդ հետում են Հովհաննիսյան ռեստորան։ Բանա, հələ մի րոպե մի բան ասեմ, էլի։ Արհեստագործականն է, հա։ 6-րդ արհեստագործական Երևանում, հա։ Հիմա բոլորով եկել եք այստեղ։ Այո։ Հրուշակագործները մի խումբ, հա։ Բարեկամներ, պաստորեն արհեստագործական համալսարան, հա, կոչվում, թե քոլեջ։ Արհեստագործական քոլեջ, հա, թե ուսումնարան, հա։ Ուսումնարան։ Քոլեջ եմ ասում, հա։ Քոլեջ։ Ոտքով ենք էսա քայլելու, բայց հիմա հարցրեցին վարորդները, ասում են ձեր։ Լավ։ Այսինքն նորեկան։ Մոտ չեն ասում, 1 կիլոմետր քայլելու։ Գնանք տեղը։ Չէ, 1 կիլոմետր չի, 2 մետր է, էս աստեղ է։ Հեսա մենք ձեզ կտեղափոխենք։ Մոտիկա։ Հա։ Տղաներ կան կանգնած ասում։ Հա։ Տղաները եկել, այո։ Ոսկե, դա թո չասի ոչինչ։ Եկեք ձեզ տանենք, ընկեր մանկավարժ։
Սենց անենք, չէ, հա? Չէ թո մնա է, ստե կնստի հենա, լավ էլ տեղ եմ բացում։ Մեծ աղբեր, հարգանքներս։ Արհեստագործականի մի ամբողջ հսկա ուսումնարան քոլեջ լիքը շրջանավարտներ եկել են նշեն իրենց ավարտելու օրը։ Շիրինյանն է։ Ընկեր Շիրինյան, համեցեք ձեզ տանենք։ Դու կարևոր գործ եք անում։ Մեր երեխաներին գործ եք սովորացնում, որ տուն պահեն, էլի։ Հայրենիք շենացնեն։ Խոհարարները լավ են։ Բաղու։ Մենք եկել ենք հրուշակագործների մոտ։ Լավ է կարել։ Այսինքն շուտվա համար բան է, էլի քոլեջը, հա։ Շատ վաղուց վայ։ Երեխեք ջան, տնորեն է ստեղից է։ Հա, տնորեն։ Ստեղից չէ։ Չէ։ Հա, դու Մենք քաղաքից եք։ ավելին ասեմ, Եղեգնաձորից ենք։ Հա, Հա։ Չէ, մեր տնորենը այստեղ ապրում է, ամուսինը էս գյուղից, հա։ Բա շատ լավ, էլի։ Դա համար մեր ռեստորանն է ստեղ դասավորվեց։ Բայց շատ լավ տեղ եկեք, էլի։ Մաշտոցի դամբարանին մոտիկ, մեր Սուրբ Լուսավորչի դամբարանին մոտիկ շատ լավ տեղ եկեք է։ Ցույց դու շրջանավարտները հիմա հպարտորեն քայլում են։ Հələ քննություններ պետք է տան, թե արդեն տվել են։ Չէ, դեռ հիմա ամսի 1-ից են քննությունները։ Հա։ 1-ից մինչև 10։ Մի հսկա զալա, բոլորը նստելու են, տեղավորվեն։ Նույն տեղում։ Հզորություն։ Մենք էլ ենք ձեր հետ մի 10 րոպե ելնելու։ Սիրով երեխեք ջան, լավ մարդիկ բաչի Բանը, դուք ունեք ստեղ հանդիսավար, թե։ ունենք։ Հա։ Հիանալի է, հիանալի։ Մեկոնյանին ճանաչում եք, թե չէ, երեխեք ջան, երևի չեք ճանաչում։ Չէ, Մելքոնյանին դասխեկն է, մեր չէ, բայց իրան չասեք, որ մենք իրանց համար ենք եկել, էլի պետք է անակնկալ անենք։ Ավելին ասեմ, ես ընկեր Մանուչարյանը, ով գնաց ԱՄՆ, Հա, գիտեմ։ նա է մեզ ասել, որ գանք, Հա, այս մեծ սիրով, հա։ Մեկոնյան իրա քույրիկ։ Եկել ենք ավարտին հասցնենք, էլի։ Հա։ Ջայել են, ուրախաճանքներն ասնում, սես խոսալով թող գան։ Հասանք Աշկի Սավետիսյանց ռեստորան։ Էս էլ մեր, հա։ Հովանիսյանց, ճիշտ է, Հովանիսյանց։ Ես բան եմ անում, էլ մի քիչ հիշողությունից լավ չեմ։ Շնորհակալություն։ Ընթերեմ, գնացեք, տեղավորվեք, հեսա մենք էլ կգանք։ Այստեղ կարելի է դիրքավորվել, չէ՞, բարեկամներ, հզոր աուրայով տեղ ենք եկել։ Մեր ապագա մասնագետները բոլորը եկել են այստեղ իրենց ավարտելը նշելու։ Մենք էլ եկել ենք շնորհավորելու միայն հրուշակագործներ խմբին, ասեմ իմանաք։ Այստեղ շատ խմբեր կան, խոհարարներ, հրուշակագործներ եւ այլ մասնագետներ, բայց մենք եկել ենք այս քաղցրություն սարքողներին շնորհավորենք, որովհետեւ մեր արած գործը քաղցր է։ Ապեր պետք է եկած էլի։ Ներսում է։ Նոր դուք տնօրենի չէ՞ տարակներ։ Կարենի մոտ է, ինքն Կարենի մոտ է, հեսա թո դուրս գա, ու սկսենք։ Բարեկամներ, մենք հիմա մեր հետո աղբոր հետ կազմակերպելու ենք շատ հզոր անակնկալ 6-րդ արհեստագործական ուսումնարանի շրջանավարտների հետ միասին բոլորին ենք շնորհավորելու, բայց այդ նվերները հասնելու են քչերին, որովհետև այտենց է պետք հրուշակագործներին։ Գիտես ինչու հրուշակագործներին, բարեկամ, տես որովհետև մենք միշտ հրուշակներ ենք, չէ՞ տանում։ Եվ ընկեր Մանուչարյանը մեր հրուշակագործների առաջի դասխեք ով կիսատ է թողել գնացել է Ամերիկա, որոշել է իր ներկայությունը ապավի շնորհավորի, իր անունից եկել ենք ու նա դա հաշվի առել, որ մենք այս գործն ենք անում։ Սկսենք։ Կարող ենք սկսել, բայց տնօրենը գա նորը սկսենք։ Ինչ ես անում, դառնում ես սրանիկը ու իրար հետ երկար ու երջանիկ կյանք ենք ապրում։ Որտեղից ա մտել, մի հատ ինձ ասել։ Երևի են կոմերից կամ ստեղից, ստեղից կգա։ Բարեկամներ, մենք սպասում էինք տնօրենին Տիկին Գրիգորյանին, որ գա ու սկսենք անակնկալը, որովհետև այս Տիկին Գրիգորյանն էլ ունի ծաղիկներ։ Ինձ թվում է, այս Տիկին Գրիգորյանին կտանք։ Իսկ մյուսը կտանք մեր անակնկալը պատվիրող ընկեր Մանուչարյանի քույրիկին, խոհարարական հրուշակագործների դասղեկ Տիկին Մելքոնյանին։ Որ հերվից եմ փչելու, արի սենց դնենք օմերը։
կանգ ու դարձել ես վերջին զանգ։ Տնօրենը տեղում է։ Всё, քեզ կանչում եմ։ Կանչիր բարեկամ գանք սկսենք ուրախությունը, հա։ Այս քույրիկին ընկեր Մերկոլյանն եք տալու։ Ընկեր Գրիգորյանին։ Հրուշակագործներ, այս ֆիլմը ես ձեր համար է ձեր անունով, հիմա Սորա Գրիգորյան իրեք ասես չէ բերցին, գպիկ է։ Անակնկալ, իստետիկ անակնկալի մասին ոստերի է շեղասում, որովհետև անակնկալը ինքնին արդեն խոսով է։ Հիմա որեք բացվեց ապարություններով։ Շնորհակալ եմ Մեծոջան, հարգանքներս բարով եք հավաքվել հարգելի շրջանավարտներ եւ ձեզ ուսուցանած գեղեցիկ ուսուցչուհիներ եւ մասնագետներ։ Մենք շնորհակալ ենք ձեզ, որ այսքան լավ սերունդ եք կրթում։ Այսօր ձեր համար շատ կարևոր օր է։ Դուք քայլ եք անում հասուն կյանք ավարտելով ձեր դպրոցը։ Վերջին զանգը այն զանգն է, որ ձեզ ասում է վերջ պրծավ անհոգ կյանքին պետք է աշխատեք, ստեղծեք։ Իսկ դուք այն մարդիկ եք, որ հենց 6-րդ արհեստագործականը պատրաստում է լուրջ կյանքի։ Այնպես որ հիմա դուք ձեզ ծարտվեք, տենամիջքանով եք պատրաստ։ Շատ լավ եմ պատրաստված եւ դրա վառապացույցը մեր Տիկին Գրիգորյանի հպարտ կանգնած տեղն է։ Եկեք ձեզ հրավիրում եմ այստեղ, որովհետեւ անակնկալը հենց առաջին հերթին ձեզ է որպես շնորհակալություն։ Եվ հենց այս պահին ուզում եմ այստեղ հրավիրել, նեղություն եմ տալու հրուշակագործներին, կխնդրեի գաք ձեր տնօրենի մոտ։ Որտեղ են հրուշակագործները։ Քաղցրություն ստեղծողներին ծափեր ենք տալիս, ես եկել եմ հատուկ մի շատ կարևոր անձնավորության կողմից ձեզ շնորհավորելու։ Հիմա ես տորտը պետք է հանձնեմ Մելքոնյան։ Ընկեր Մելքոնյանը որտեղ է, դասեք։ Դուք ուզում եք կազմակերպել, ես դեմ չեմ, դուք ամենալավը դա կարող եք անել։ Եկեք, հրուշակագործներ։ Եկեք տնենք հավաք։ Ընկեր Մելքոնյան, հարգանքներս դասվեկնել է այստեղ եւ տնօրենի թույլտվությամբ ես տորտը ուզում եմ հանձնել նրան եւ հարցնել լավ են սարքել։ Այո, շատ լավ են սարքել, ձեր համար են սարքել։ Ես նկատում եմ, որ տնօրենից վախենում են աղջիկները, չէ՞ կտես կանգնել։ Եկեք հենց սիրուն ցես բոլորդ կանգնեք այսօր այս պահը ձեր պահն է եւ ես եկել եմ շատ կարեւոր մարդու կողմից եւ այդ կարեւոր մարդը բոլորիդ համար է կարեւոր, հենց այստեղ հավաքված, ձեզ շատ է սիրում։ Նա գտնվում է հեռվում, մեկ մասած նրա գործերը դզվեց, այո։ Նա գնաց հեռու երկիր, ում հարցնեմ, ում անունցը մեկ է, իմ անուշ աղբեր, հլը դու ասա։ Ընկեր Մանուչարյան։ Իհարկե ընկեր Մանուչարյանի։ Միանշանակ ընկեր Մանուչարյանի։ Ընկեր Մանուչարյանի։ Քույրիկիս։ Ընկեր Մանուչարյանի։ Ընկեր Մանուչարյանի։ Դե որ ցած իրար մոտ եք կանգնել, իրար հետ բարձր ասեք, ում կողմից եմ եկել։ Ընկեր Մանուչարյանը բոլոր շրջանավարտներին շնորհավորում է, իր գոլեգաներին շնորհակալություն է հայտնում, որ իր բացակայության ժամանակ շատ լավ եք վերաբերվել իր կուրս։ Սիրում այդ արեթով ես հիմա կվարեմ հրավառությունը, դուք ծափեր կտակ էլի, դուք ձեզ կշնորհավորեք։ Իսկ հետո վարում եմ ես մոմերը, որոնք կախարդական են, երազանքներ են կատարում և հարգելի հրուշակագործներ, մոտեցեք, հաշիվ կտամ, որ փչեք, 3, 2, 1, գնաց! Այսօրը խորհրդանշական է բոլորիդ համար, կապ չունի, որ հիմա մենակ հրուշակագործներն են ինձ մոտ, իմացեք, որ բոլորիդ շատ սիրում են ընկեր Մանուչարյանը ու հիշում է բոլորիդ, կապ չունի, որ Ամերիկա տեղ է, մանավանդ քույրիկին, շատ է սիրում քույրիկին։ Հիմա անուշ աղբերը հիմա ծաղիկները տնօրենի հետ շատ լավ ես։ Նվիրի մի հատ գրկի մի հատ թող։ Տիկին Գրիգորյանը իր կյանքը չի խնայում ձեզ բոլորիդ դեպի պայծառ ապագա ճանապարհելու համար, այդ իսկ պատճառով երևի թե բոլորդ եք շնորհակալ մեր Տիկին Գրիգորյանից, իսկ շնորհակալությունը ցույց եք տալիս ծափերով։ Ընկեր Գրիգորյան, այս ծափերը ձեզ համար էին։ Իսկ հիմա
հաջորդ ծաղիկը պետք է նվիրենք դաստղին։ Իսկ թե ով կարող է նվիրել, աչքից դու ես նվիրելու աղբերս։ Գնա նվիրի, գեղեցիկ ծափեր տվեք։ Ահա կզնգա զանգը վերջին, մեր օրն է այսօր դպրոցում վերջին, ուսուցիչներ դուք են հանկագին, էլ չենք կարող լինել ձեր կողքին։ Ահա կզնգա զանգը վերջին։ Եվ դա պատահական չի, ընկերներ։ Ձեր ցանկացած քայլ կյանքում արժանի է հակահարվածի եւ այդ հակահարվածին դիմակայելու եք բոլորը։ Ես չեմ կասկածում ոչ մեկի, բոլորիդ էլ տեսա, շատ լավն եք, շատ ուժեղ ու հզոր։ Իսկ հիմա ընկեր Մանուչարյանի հատուկ բանավոր շնորհակալությունները ուզում եմ փոխանցել, ես ասեմ ում եմ փոխանցում։ Ես խնամքով գրել եմ նրանց ազգանունները, որ ասեմ։ Ընկեր Մանուչարյանը հատուկ շնորհակալություն է հայտնում Տիկին Հովհաննիսյանին, Շիրինյանին, Արզումանյանին, Սարիբեկյանին եւ Գալստյանին։ Ծափերը բարձր։ Շատ լավ։ Հավես մթնոլորտ է ձեր մոտ, վստահ եմ որ լավ քեֆ եք անելու, ուտելու եք, տմեք, պարեք ու վաղվանից սկսեք ավելի ուժեղ աշխատել, ավելի ուժեղ առաջ գնալ։ Եվ քանի որ մեր Տիկին Գրիգորյանը հնարավոր է ունենա սրտի խոսք, հիմա ճիշտ ժամանակն է, որ ես տաքացած մթնոլորտում ասեք ձեր սրտի խոսքերը, բոլորը լսեն ուրախանան։ Նախկրկին Մոտիկ կանգնեք։ Բարի երեկո, նախկրկին շնորհավորում եմ բոլորին։ Իմ սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ բոլորին։ Մարգարիտա ջան, ընկեր Մանուչարյան ջան, շատ շնորհակալ եմ քեզանից։ Ցավում եք, որ մեզ հետ չեք, բայց դա Աստված, որ ձեր համար Ուսուցիչներ դուք ազնիվ բարի, հպարտ են ձեզնով։ Որովհետև տեսավ Տիկին Մանուչարյանին։ Սերը թող թագավորի բոլորի սրտերում Աստծո օրհնությամբ լինենք, իսկ այս վերջին պայթյունը հատուկ մեր հրուշակեղենի մասնագետների համար։ Հավաքվեք ու գնաց։ Ծրվենք կգնանք և ուշ կդառանք, մեր դպրոցին մենք կարոտ Բարեկամներ, ուրեմն ես ուզում եմ հատուկ շեշտել, որ այսօրվա ձեր գեղեցիկ առիթը վարելու է մեր Էդո Անուշ աղբերը, ով ունի լավ փորձ, ձեզ կուրախացնի, շատ մեծ սեր կտա հարգանք, իսկ դրա համար այսօր այս պահին բոլորս եկեք մի հատ լավ ծափեր տանք մեր հանդիսավարի համար։ Լավ ծափեր։ Հավեսով, որ ինքը հավեսով անցկացնի, սերը փոխանցի բոլորիդ ու ձեզ լիքը լավ բաներ։ Բարի ժամանց մենք գնացինք, Էդո, շնորհակալ եմ աղբերս։ Քեզ նույնպես շնորհակալություն Ստեփան ջան, եկեք եւս մեկ անգամ բարձր ծափարենք Մարգարիտա Մանուչարյանին եւ շնորհակալություն այս գեղեցիկ անակնկալի համար։ 3 հատ եմ պայթեցրել, 3 հատ։ Ես շնորհակալ եմ ասեք, ձեզ լավոր։ Իսկ մենք գտնվում էինք Ավետի, չէ, Հովհաննիսյանս ռեստորանում, որը շատ գեղեցիկ ու մանրակրկիտ այս ռեստորանը կառուցել է հայկական ոգուն համաունչ։ Տեսեք տուֆը եւ իհարկե բոլորի շատ սիրված ասֆալտը։ Բարեկամներ, գնացինք։